մարդիկ կան ուզում են այդ ծաղկունքը չորացնեն, ուզում են այդ ծաղկունքը փչացնեն։ Համաձայն եմ, բայց դա իմացեք, որ ձեզնից է կախված, ժողովուրդ ջան։ Եթե դուք թույլ չեք տա այդ ժամանակ չեն կարող, այդ միանշանակա եւ աներկվա։ Եվ ասում եմ, մենք երբեք չպետք է, եւ որ ասում ենք Ղարաբաղի կլան, երբեք չպետք է շփոթենք Ղարաբաղի ժողովրդի հետ։ Մենք Ղարաբաղի ժողովրդին ազատագրում ենք հենց հիմա Ղարաբաղի կլանից եւ Ղարաբաղի ժողովրդին կոչ ենք անում բաց չթողել այս պատմական հնարավորությունը։ Եվ ուրեմն, սիրելի ժողովուրդ, այս ամենը կատարածելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շատ կոնկրետ գործողություն։ Հարկավոր է գնալ ընտրական տեղամասեր 2026 թվականի հունիսի 7-ին եւ տեր կանգնել պետությանը, տեր կանգնել իրական Հայաստանին, տեր կանգնել մեր ընդհանուր տանը, տեր կանգնել մեր ընդհանուր ժողովրդին, գնալով ընտրական տեղամասեր եւ գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ ինչու են քվեարկում, որովհետեւ քվեարկությունը ինքնանպատակ չի։ Իսկ քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Կուրթանին, Գյուլագարակին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Նաեւ եմ ուզում ասեմ, որ ճիշտ է, մենք շատ խոսում ենք խաղաղության մասին, բայց խաղաղությունը մի շատ կարևոր ատրիբուտ ունի, որի մասին մենք ոչ մի վայրկյան չենք մոռացել։ Այդ պաշտպանունակ եւ ուժեղ բանակն է, որովհետեւ առանց պաշտպանունակ բանակի երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Եվ մենք վերջին տարիներին շատ մեծ աշխատանք ենք իրականացրել պաշտպանության ոլորտում էական բարեփոխումներ եւ փոփոխություններ իրականացնելու համար։ Եվ ես հույս ունեմ, որ կգաք դուք առնվազն ձեր մի մասը մայիսի 28-ին եկեք Հանրապետության հրապարակ։ Եկեք Հանրապետության հրապարակ եւ սեփական աչքերով տեսեք, հեռուստացույցով պարզա կտեսնեք, բայց ուրիշ մի հատ նրբություն կա։ Ես հանձնարարել եմ, որ շքերթից հետո սովորաբար ոնց է հրապարակով անցնում են սպառազինությունը եւ տեխնիկան հեռանում են։ Այս անգամ այդպես չի լինելու։ Ես հանձնարարել եմ, որ ռազմական տեխնիկան շքերթով դուրս գա, Տիգրան մեծ պողոտայում մի ամբողջ օր կանգնելու, առնվազն մինչև վտորը իրիկունը կանգնելու է, որ ոչ թե ստացվի, որ մենք բերինք սենց վզ ժողովրդի աչքի առաջով սենց քշելով տարանք, այլ մարդիկ գան, տեսնեն, նայեն, հիանան եւ իրար շնորհավորեն նոր որակի բանակ ունենալու առիթով եւ կապակցությամբ։ Ընդ որում բանակը նոր որակի է ժողովուրդ, ոչ միայն սպառազինությունով եւ տեխնիկայով, այլև բովանդակությամբ, այլև զինծառայողների նկատմամբ վերաբերմունքով։ Ես ուզում եմ հետեւյալն ասեմ, դուք երևի ենթադրում եմ Գյուլակարակից կլինեն տղաներ, ովքեր պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայում են։ Ինչու՞ այդ ծրագրի առանձնահատկությունը։ 18 տարեկանները զորակոչվում են բանակ, 6 ամիս վերապատրաստվում են, հետո նրանք ովքեր իհարկե ուզում են, իսկ հիմա մենք արդեն բավականին մեծ թիվ ունենք։ Իրանք պայմանագիր են ստորագրում եւ եթե նախկինում զինծառայողներին ծնողներն էին քաղցր ուղարկում, չգիտեմ երբեմն տարբեր անհրաժեշտ իրեր, այսօր այդ տղաները իրանց ատեստավորման արդյունքներից կախված
ամիսը 300,000, 400,000, 500,000, 600 երբեմն 1000 դրամ աշխատավարձ են ամիսը տանում իրանց տուն։ Եվ մարտական հերթապահությունից, երբ մարտական հերթապահության չեն, գիշերը գտնում են իրանց տանը։ Այսինքն այդ մարդիկ ըստ էության ծառայում են իրանց տանը, իրանց մեծ տանը Հայաստանի Հանրապետությունում եւ իրանց փոքր տանը արդեն իրանց հաշվառման հասցեում։ Այստեղ նաեւ իրանք 5 տարին պայմանագրային ցիկլը ավարտելուց հետո անկախ նրանից կշարունակեն թե չէ, պլյուս 5 միլիոն դրամ միանվագ նաեւ բան են ստանում, գումար են ստանում։ Բայց կարան նաեւ շարունակեն։ Հաջորդը այս տարվանից սեպտեմբերի 1-ից ռազմական ակադեմիայի այն շրջանավարտները, ովքեր հաջողությամբ կավարտեն, կստանան սպայական կոչում եւ կանցնեն ծառայության, կառավարությունը նրանց բոլորին բնակարանա տալու, բնակարան, որը լինելու է իրանց սեփականությունը։ Ճիշտ է, մի նրբություն կա, մենք 20 տարի իրանց հնարավորություն չենք տալու այդ տունը վաճառելու, որպեսզի նրանք պայմանագիրը, գիտեք, որ սպայական ծառայության ակնկալվող ժամկետը 20 տարի է եւ հիմնականում այդքան էլ ծառայում են 20 տարուց հետո կարան թոշակի գնան։ 20 տարի ծառայելուց հետո, բայց իրանց սեփականությունն է լինելու, բայց իրանք պարզապես չեն կարողանալու վաճառել։ Հաջորդը, այսօր նույն ակադեմիայի ուսանողները 170,000 դրամ թոշակ են ստանում իրանց ուսանելու տարիներին։ Եվ սա նույնպես շատ էական եւ կարեւոր։ Մոնտե Մելքոնյանի անվան վարժանի երեխեքին մենք արդեն քանի տարի է թոշակ ենք նշանակել, 45,000 դրամ ամիսը թոշակ են ստանում։ Սա ինչի համար ենք, այս ամենը նրա համար է, որ մենք բանակը առաջին շերտով, երկրորդ շերտով, երրորդ շերտով, չորրորդ շերտով դարձնում ենք ավելի ու ավելի ուժեղ, ավելի ու ավելի պաշտպանունակ, որովհետեւ բանակի ուժեղությունը պետության ուժեղությունն է։ Եվ մենք ունենք օրեցօր ուժեղացող պետություն, եւ մենք ունենք օրեցօր ուժեղացող բանակ, եւ մենք ունենք օրեցօր ուժեղացող խաղաղություն, ժողովուրդ ջան, եւ խաղաղության առիթով եմ ես ձեզ բոլորիդ շնորհավորում։